Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1443-րդ օրն է։ Շատ հետաքրքիր նորություններ ունենք, ես կփորձեմ հակիրճ պատմել ամենակարևորի մասին, իսկ կարևոր թեմաները քիչ չեն, ուկրաինական հարվածներն ու պայթյունները Ռուսաստանում եւ կոմունալ կոլապսը, որ Ռուսաստանը ուզում էր, որպեսզի լիներ մեզ մոտ, բայց տեղի է ունենում հենց իրենց մոտ եւ ավելի ցուրտ կլիմայական պայմաններում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները կրակային հարվածներ են հասցրել Ռուսաստանի մի շարք ռազմական օբյեկտների, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում եւ հենց Ռուսաստանի տարածքում, մասնավորապես խոցվել է Կապուստին Յար պոլիգոնի ենթակառուցվածքը, իսկ Կապուստին Յարում, ինչպես վստահ է մեր լսարանը լավ գիտի, տեղի է ունենում միջին հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նախամեկնարկային պատրաստությունը, ընդհանուր առմամբ մեր հարվածների բերքը մեծ է, այս մասին քիչ հետո ձեզ կմանրամասնեմ։ Դեռ երեկ էր, երբ պատմեցի Բաքվի եւ Անկարայի միջև առաջացած ճակերի մասին, կապված Եվրոմիության էներգետիկ ռազմավարության հետ, եւս մեկ տարբերակով Ադրբեջանը ցանկանում էր Լիբիայից swap սխեմայով գազ մատակարարել Եվրոպա, օգտագործելով թուրքական հզորությունները, քանի որ Թուրքիան վերջին 6 տարիներին ակտիվորեն ներգրավված է լիբիական ենթակառուցվածքներում, սակայն TAP-AG կոնսորցիումը, որի կազմում է BP-ն Մեծ Բրիտանիա 20% բաժնեմասով, Սոկարը Ադրբեջան 20% բաժնեմասով, SNAP-ը Իտալիա 20% բաժնեմասով, Flexus-ը Բելգիա 19% բաժնեմասով, Enagaz-ը Իսպանիա 16% բաժնեմասով, AEXPO-ն Շվեյցարիա 5% բաժնեմասով, ի մեծ դժբախտության Բաքվին հայտարարել են, որ նման սխեման ներկայումս չի դիտարկվում, դե պարզ է Սոկարը չէ, մնացած կոնսորցիումի անդամներն են հայտարարել, իսկ դա նշանակում է, որ Անկարայի եւ Բաքվի համագործակցության եւս մեկ թել թուլանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցներում աղմուկը չի հանդարտվում, այնտեղ փնտրում են ելքեր կամ Եվրոմիության նոր էներգետիկ ռազմավարությանը հարմարվելու մեթոդներ, բայց առայժմ տրամադրությունները Բաքվում խոճապային են։ Սա զուտ ադրբեջանական մամուլի հրապարակումներից դες տեղեկացրեցի, ոչ մի բան մեր կողմից չենք ավելացրել, հենց իրենք են տառապում, որ Եվրոմիության նոր էներգետիկ ռազմավարությունը մեծ խնդիրներ է ստեղծել իրենց համար, ինչով է թե ինչպես իրենք դուրս կգան այդ փակուղուց, մենք ձեզ հետ կհետևենք։ Ինձ թվում է այսօր մեր լսարանը ավելի շատ ուզում է լսել Զելենսկու ուկրաինական բանակի կորուստների թվի մասին հայտարարությունից։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է 55,000 ուկրաինացի զինվորական, այստեղ պետք է շեշտը դնենք հենց զինվորական բառի վրա։ Համապատասխան վիճակագրությունը փետրվարի 4-ին Ուկրաինայի պետության ղեկավարը հնչեցրել է France 2-ին տված հարցազրույցում, մեջբերեմ Ուկրաինայում մարտերում զոհված զինծառայողների, լինեն դրանք կադրային զինվորականներ, թե զորահավաքով զորակոչվածներ, պաշտոնական թիվը կազմում է 55,000 մարդ, հայտարարել է Զելենսկին եւ նշել, որ կա նաեւ մարդկանց մեծ քանակություն, որոնց Ուկրաինան համարում է անհայտ կորած։ Մի փոքր ետ գնանք եւ քրոնոլոգիան հիշենք, որ ավելի པարզ լինի։ 24 թվականի դեկտեմբերի 8-ին Դոնալդ Թրամփը պնդում էր, թե Ռուսաստանը կորցրել է 600,000 զինվոր, սպանված եւ վիրավոր, իսկ Ուկրաինան 400,000։ Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ի պատասխան հայտարարեց, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 43,000 ուկրաինացի զինվորական, հիշեցնեմ, սա 24 թվականի դեկտեմբերն էր։ 25 թվականի հունվարին Սպիտակ տան ղեկավար արդեն դարձած Թրամփը հայտարարեց, թե պատերազմում զոհվել է 1 միլիոն ռուս եւ 700,000 ուկրաինացի զինծառայող։ Մի 10 օր անց ավելի ստույգ 25 թվականի փետրվարի 4-ին նախագահ Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում ներկայացրեց ուկրաինական տվյալները, հայտարարեց, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 45,100 ուկրաինացի զինվորական, սա հիշեցնեմ 25 թվականի փետրվարին էր։ Այսինքն չնայած տարբեր աղբյուրներից բոլոր կեղծ լուրերին, Զելենսկին հետևողականորեն հնչեցրել է այն իրական թվերը, որոնք մենք ունենք։ 24 թվականի դեկտեմբերին 43,000-ից այդ թիվը նախորդ տարվա փետրվարին դարձավ 45,100, իսկ այսօր 55,000 ուկրաինացի զինվոր։ Իհարկե, այս թվերը վերջնական չեն, քանի որ ինչպես Զելենսկին ասաց, կան անհայտ կորածները, որոնք մեծ թիվ են կազմում, բայց իհարկե անհայտ կորածների թիվը ոչ մի
համեմատություն չի գնում ռուսական կորուստների հետ, ինչն էլ հենց անհանգստացնում է ռուսներին։ Ես որոշեցի հատուկ անդրադառնալ այս թեմային, քանի որ շատերն էին հարցնում։ Դուք գիտեք, ես հենց այնպես ոչինչ չեմ ասում, միայն պաշտոնական եւ հաստատված տեղեկատվություն։ Այո, Ուկրաինան անգամներ ավելի քիչ զինվոր է կորցնում իր մարտավարության շնորհիվ, իսկ վերջին տարիներին դրան գումարվեց նաեւ անօթաչուների եւ մարտական ռոբոտների զանգվածային կիրառումը։ Մենք մեր մարդկանց խնայում ենք։ Ռուսաստանն առանց այդ էլ չափազանց շատ անմեղ քաղաքացիական անձանց է սպանել եւ Ուկրաինան փորձում է պահպանել թե իր զինվորականների եւ թե քաղաքացիական անձանց կյանքը։ Միջելոց լրագրողը չհարցրեց քաղաքացիական զոհերի մասին, իսկ մենք գիտենք, որ այն տարածքները, որտեղ ռուսները մտել են, միլիոնավոր մարդիկ են ապրում։ Եթե մենք տեսանք ինչ էին արել նրանք Բուչայում, Իզյումում, Լիմանում, պատկերացնում ենք, թե ինչեր կարող են արած լինել մնացած ուկրաինական բնակավայրերում։ Բայց քանի որ հարցը տրվել էր զինվորականների կորուստների թվի մասին, պատասխանը հնչել էր զինվորականների մասին։ Իհարկե ռուսական լրատվամիջոցները շոկի մեջ լինելով լսածից սկսեցին քաոսային կերպով չափել ռազմաճակատի գիծը, գումարելով ու հանելով թվերը, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնեն իրենց բնակչությանը եւ Զելենսկու ասածը ներկայացնեն որպես իբր սուտ։ Իհարկե իրենց ոչ այնքան կրթված բնակչությանը ռուսները հաստատ կհանգստացնեն, բայց հերքել Զելենսկու խոսքերը չեն կարող, որովհետև հիմա 21-րդ դարն է, այլ ոչ թե 18-րդ կամ 19-րդը։ Անցյալ ժամանակների պատերազմների մեթոդները չի կարելի կիրառել կամ հաշվելու հիմք համարել մերօրյա պատերազմի պայմաններում։ Ժամանակակից ռուս-ուկրաինական պատերազմը էապես տարբերվում է անցյալի պատերազմ վարելու մեթոդներից, այս մասին շատ են խոսում հենց ռազմական փորձագետները, բայց քանի որ հիմնական տարբերությունները կիրառվում են ուկրաինական կողմից, ռուսները դրա մասին քիչ պատկերացումներ ունեն։ Իրենց հիստերիայի մեջ ռուսները չեն պատմի, որ ի տարբերություն իրենց սողացող զինվորների, ուկրաինական կողմից հսկայական աշխատանք են կատարում թռչող եւ ցամաքային դրոնները, բայց ռուսների խնդիրները թողնենք իրենց, նրանք միշտ էլ զարմանալու կամ ստի մեջ մեղադրելու առիթներ կգտնեն, չնայած ամենօրյա ռեժիմով ստում են հենց ռուսաստանյան կողմից։ Նրանց համար, ովքեր կասկածում են Զելենսկու ասածին, գլխավոր ցուցիչը, մարկերը ուկրաինական հասարակության արձագանքը պետք է դառնա։ Մեր լսարանը առնվազն ծանոթ է ուկրաինական իրականությանը եւ գիտի, որ այստեղ հասարակությունը չի հանդուրժում անարդարություն կամ սուտ։ Իսկ ուկրաինական հասարակության արձագանքը Զելենսկու խոսքերին սովորական է եւ հանգիստ, որովհետև այստեղ ոչ ոք ոչինչ չի թաքցնում հանրությունից եւ Զելենսկու ասացի մեջ որևիցե նոր բան չկար հանրության համար։ Նախագահը ամեն օր հաշվետվությունով հանդես է գալիս մեր հասարակության առջև, օրելինում մի քանի անգամ, բոլոր աշխատանքները եւ քայլերը ներկայացվում է եւ նույնիսկ տարբեր սխեմաներով Ռուսաստանից վճարվող հակաքարոզիչներ որևէ առանձնահատուկ հեռանկար չունեն մեր հասարակության մեջ պարակտում մցնելու։ Այսինքն այն մասը, որ ինչպես ասացի ռուսական կողմից ներդրվել է, նրանք կարող են խոսել, գրել ինչ ցանկանում են, կամ ասենք նույն Պորոշենկոյի ընտրազանգվածը, բայց քանի գնում է, քանի պատերազմը խորանում է, նրանք կորցնում են իրենց ազդեցությունը Ուկրաինայի հասարակության վրա, այնպես որ ազատ երկիր է, ով ինչ ուզում է թող ասի, խոսի, ինքն իր ասածից ուրախանա կամ տխրի, բայց կան փաստեր, կա հասարակության կարծիք եւ նախագահի խոսքը։ Ռուսաստանը կարծես նորից սպառնում է Հայաստանին, այդ Ռուսաստանի Դաշնություն կոչվողի փոխվարչապետի շուրթերով, Եվրոպական միության էության փոփոխությունները, որը տնտեսական բլոկից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, պետք է հաշվի առնել Եվրոմիությանը անդամակցելու Հայաստանի որոշման մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը։ Նրա խոսքով ինտեգրացիոն միավորման ընտրությունը միշտ մնում է հայ ժողովրդին։ Ավերչուկը ընդգծել է, որ այսօր Եվրոմիության բովանդակությունը փոխվում է եւ միավորումը ձեռք է բերում ռազմաքաղաքական դաշինքի գծեր, որը ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Մեջբերեմ այդ ռուսին, պատրաստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական դաշինքի, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Հավանաբար նման հարց հայերը նույնպես պետք է իրենց տան, նշել է Ավերչուկը։ Զգում եք, չէ՞։ Իրենք են սաղ աշխարհին սպառնում, ասում է, որ Եվրոմիությունն է սպառնում, իրենց։ Սա բացահայտ մանիպուլյացիա է եւ վախ սերմանելու փորձ։ Ռուս փոխվարչապետը նաեւ հայտարարել է, որ Եվրոմիությանը Երևանի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների գործընթացը կարող է շատ տարիներ տևել։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել Եվրոմիությունում եւ ԵԱՏՄ-ում
ինչի մասին նախկինում հայտարարել էր երկրի վարչապետ Փաշինյանը։ Էլի այս ռուսին մեջ բերեմ, եթե երբևէ նման ընտրություն կատարվի, ապա այդ ընտրությունը կունենա համալիր բնույթ հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր տեսնում ենք Եվրոպական միության էության փոփոխության մեջ, ասել է Ավերչուկը։ Հունվարի կեսերին Փաշինյանը հայտարարեց Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու Հայաստանի մտադրության մասին։ Նրա խոսքով Եվրոմիությունը ընդունվել է ոչ թե աշխարհաքաղաքական գործընթացի հարցը, այլ եվրոպական չափանիշների համապատասխան պահանջ։ Առաջին անգամ Եվրոինտեգրում սկսելու ծրագրերի մասին Հայաստանի իշխանությունները հայտարարել էին 24 թվականի մարտին, սեպտեմբերին ժողովրդավարական ուժերի հարթակ արտախորհրդանական միավորումը քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացրեց համապատասխան օրինագիծը, ավելի քան 50,000 ստորագրություն հավաքելուց հետո կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին եւ այն փոխանցեց խորհրդարան, որտեղ այն վերջնական ընթերցմամբ ընդունվեց մարտի 26-ին։ Սա այն փաստերն են, որ կա, բայց նաեւ չմոռանանք, որ այդ ընդունումից հետո որևիցե գործնական քայլ եւ հայտարարություններից բացի որևիցե գործնական քայլ դեռևս չկա։ Գիտեք, մենք լավին լավ ենք ասում, վատին վատ։ Բայց ռուսները միայն Հայաստանին չեն սպառնում, ռուսները հիմա այնպիսի վիճակում են, որ ամենօրյա սպառնալիքները դա իրենց համար սովորական բան է։ Հիշում եք Սալավիովը եթերից սպառնում էր տիեզերքում միջուկային զենք պայթեցնել, ինչը թե Starlink-ը զրկել է ռուսներին իր ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Ռուսաստանը սպառնում է նաև Եվրոպային տիեզերքից։ Նրանք գործնականորեն փորձում են խառնվել եվրոպական արբանյակների տվյալներին, խանգարել կամ հափշտակել այդ տվյալները։ Այսօր մի փոքր կանդրադառնամ այդ թեմային։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, կարող եք դա անել հենց հիմա։ Իդեպ կորուստներից խոսեցինք, ցավով հայտնեմ, որ օրերս Նեմեզիսի մեր հայ զինվոր Վադիմ Ջագարյանը Ջորջոն զոհվեց առաջնագծում պաշտպանելով Ուկրաինան։ Մեր հերոսների անունները միշտ մեր սրտերում են, համայնքը բոլորի առումով իր մասով աշխատանք է տանում։ Տեղեկատվությունը նույնպես համայնքից վերցրեցի։ Իդեպ, քանի որ մեր հայ քաջերը կռվում են ճակատի գծի բոլոր տեղանքներում, հենց նրանց մահվան դեպքերը նույնպես վկայում են մեր ուկրաինական կողմի կորուստների ինտենսիվության մասին, երևի թե վաղուց չէի հայտնել մեր հայրենակցի մահվան մասին։ Ռուսները երևի կերազեին, որպեսզի մենք ամենօրյա ռեժիմով ունենայինք կորուստներ, բայց նրանց նման հրճվանք ուկրաինական կողմը չի պատճառում։ Այդ ռուս զինվորներն են, որ ում կյանքը ռազմաճակատում ժամերով է չափվում։ Իդեպ հիմնական ռուսական կորուստների ծավալը ձևավորվում է նրանցից, ովքեր Ուկրաինա հասնում եւ լիկվիդացվում են, այդպես էլ ուկրաինացի զինվոր չտեսնելով մեր FPV դրոններն ու ռոբոտներն են ռուսական զորքերը ոչնչացնում եւ վերջին 2 տարիներին հատկապես, իսկ մեր ամեն մի հայի կորուստ մեր համար դա մեծ ցավ է։ Մեր համայնքը, ինչպես գիտեք, շատ կուռ համայնք է։ Հուսանք, որ նման լուրերը շատ չեն լինի։ Ամեն մեկի կորուստը մեծ ցավ է համայնքի համար։ Երկու բառով պատմեմ այն բանակցությունների մասին, որոնք տեղի ունեցան Ուկրաինայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև Աբու Դաբիում։ Ուկրաինայի ազգային անվտանգության պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի մամուլի քարտուղար Դիանա Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ բանակցությունների երկրորդ փուլը ավարտվել է։ Առայժմ գլխավոր արդյունքները գերիների փոխանակումն է, քանի որ փոխանակումները չէին իրականացվել արդեն 5 ամիս։ Դե այս բանակցությունների առումով ին վերաբերմունքը դուք շատ լավ գիտեք, Պուտինի կողմից սա իմիտացիա նա արդեն նոր պահանջներ է առաջ քաշում, խոսքը գնում է գրավյալ տարածքների ստատուսի մասին, պարզ է, որ ոչ մի երկիր աշխարհում չի ճանաչի այդ տարածքները ռուսական, Պուտինը շատ լավ դա իմանալով եւ հասկանալով նման պահանջներ է առաջ քաշում, որպեսզի չմերժելով Թրամփին բանակցությունները փակուղի տանի։ Քանի որ խոսեցինք Աբու Դաբիի մասին, այնտեղից ոչ հեռու Իրանն է փորձում զարմացնել աշխարհին։ Թեհրանը ցույց է տալիս իր պատրաստությունը պատերազմին եւ նույնիսկ 2 տանկեր է գրավել։ Իհարկե տանկերները ռազմական նավեր չեն, բայց փաստն ինքնին ըստ Թեհրանի տրամաբանության մատնանշում է ռեժիմի մարտական տրամադրվածությունը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Պարսից ծոցի ջրերում Ֆարսի կղզու մոտակայքում վառելիքի մաքսանենգության մեջ կասկածվող 2 նավերի գրավման մասին։ Դե տեսնենք, թե այս իրենց հզորի տեղ դրած տղաները ինչ կհակադրեն ամերիկյան զորքերին։
Ռուսական լուչ 1 եւ լուչ 2 տիեզերական սարքերը կարող էին որսալ եվրոպական առնվազն 10 առանցքային արբանյակների ազդանշանները, որոնք պարունակում են չծածկագրված տեղեկատվություն, ինչպես գրում է Financial Times-ը։ Սա Մոսկվային կարող է հնարավորություն տալ տեղեկություններ ստանալ արբանյակների կառավարման մասին, խաթարել դրանց աշխատանքը կամ փոխել շարժման հետագիծը։ Եվրոպական համապատասխան ծառայությունների հոգսերը ավելացել են ռուսական հարձակումների դեմ պայքարելու համար։ Սա առայժմ հիբրիդային պատերազմ է եւ Ռուսաստանը այն վարում է բոլոր հնարավոր ճակատներով, ինչպես ցամաքում եւ ջրում, այնպես էլ ջրի տակ եւ տիեզերքում։ Աշխարհը պատերազմի մեջ է եւ անկախ նրանից թե ով ինչպես է կոչում այդ պատերազմը երրորդ համաշխարհային թե հիբրիդային։ Պարադոքսն այն է, որ երկիրը, որը թվում է փորձում է վնասել բոլորին, չի կարողանում նորմալ պայմաններ ապահովել սեփական բնակչության համար։ Ձմեռը, որը Պուտինը ուզում էր օգտագործել մեր դեմ, Ուկրաինայի դեմ, ավելի ցավոտ է հարվածում հենց ռուսներին։ Եթե Ռուսաստանի սահմանամերձ շրջանները տառապում են մեր պատասխան հարվածներից եւ հաճախ մնում են առանց լույսի եւ ջեռուցման, ապա Ռուսաստանի խորքերում Կրեմլյան ռեժիմը ձախողել է կյանքի նորմալ պայմանների ապահովումը, օր չկա, որ չլսենք մի նոր տարածաշրջանի մասին, որտեղ էլեկտրամատակարարման կամ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի խնդիրներ չլինեն։ Ագրեսոր երկրի որոշ տարածքներ կրիտիկական խնդիրներ են ունենում էներգետիկ հատվածում, ընդ որում դրանք նույնիսկ չեն առնչվել մարտական գործողություններին։ Ռուսական Պրիմորիայի իշխանությունները զգուշացրել են տարածաշրջանում էներգետիկ կոլապսի ռիսկի մասին։ Հիմնական սպառնալիքը կապված է Բլագավեշինսկի ջերմաէլեկտրակայանի հետ, Ամուրի մարզի խոշորագույն կայանի։ Փետրվարի 5-ի գիշերը ռուսական Չիտա քաղաքում վթար է տեղի ունեցել Ջեք 1-ում, ինչի պատճառով քաղաքի մեծ մասը սաստիկ ցրտի պայմաններում մնացել է առանց լույսի։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները եւ տարածաշրջանային պաշտոնյաները։ Ուկրաինական կողմը չի հորինել։ Ինչպես արդեն ասացի, նման նորություններ ստացվում են ամեն օր, բայց ամեն տեսակի Սալավյովներ նախընտրում են Ուկրաինայի թեմայով փոշի փչել բոլորի աչքերին, որպիսի սեփական կաթվածահար երկիրը հանկարծ ավելի շատ չգցի ռուսաստանցիների տրամադրությունը, բայց ռուսաստանցիները իրենց մաշկի վրա են զգում ձմռան շունչը։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի ունեցել 133 մարտական բախում, 3 մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական 7 կարևոր թիրախային կետերի, 3 զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ 29 գրոհի փորձով, 3 կրկին վերսկսված մարտերը Կուրսկի ուղղությամբ արդեն դադարել են, երևի թե ռուսները պարզապես փորձում էին մեր մարտունակությունը ստուգել այդ ուղղությամբ, հարավային Սլոբոժանյան ուղղությունը, որը անմիջապես Կուրսկի ուղղության հարևանությամբ է, թշնամին 4 անգամ է փորձել գրոհել, բայց նորից ապարդյուն։ Գուլիայի Պոլեի ուղղությամբ ռուսները իրականացրել են 17 գրոհի փորձ։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 770 օկուպանտի եւ 1622 միավոր թշնամու զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,243,840 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններինն է։ Իդեպ Starlink-ի անջատումը ռուսական զորքերի մոտ քաոս է առաջացրել կապի առումով, շատ ուղղություններով հարձակողական գործողությունները ռուսները նույնիսկ չեն կարողացել սկսել կապի բացակայության պատճառով, իսկ հեռահար հարվածներ ռուսները դեռ կարողանում են կազմակերպել, քանի որ դա Starlink-ների հետ այնքան էլ կապ չունի։ Փետրվարի 5-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա, կիրառելով 2 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ, ինչպես նաև 183 հարվածային դրոններ, շահեդ, գերբերա, իտալմաս եւ այլ տեսակի անօդաչուներ, դրանց մոտ 110-ը եղել են հենց շահեդներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Հարձակումները հետ են մղել Ուկրաինայի ավիացիան, զենիթ-արտիլերային զորքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ դրոնային համակարգերի ստորաբաժանումները, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերը։ Ըստ նախնական տվյալների Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից խոցվել կամ ճնշվել է թշնամու 156 դրոն, գրանցվել են բալիստիկ հրթիռների եւ 22 հարվածային դրոնների հարվածներ 16 տեղանքներում, ինչպես նաև խոցված դրոնների բեկորների անկում 7 վայրերում։ Հիշեցնենք, որ ռուսական գիշերային հարձակման հետևանքով Կիևում տուժվել է 1 մարդ, բեկորներից վիրավորվել էր։ Հարվածների տակ հայտնվել են Կիևի Աբալոնի, Սալոմենսկի եւ Շևչենկասկի շրջանները։ Սումիում ռուսները դրոններով հարվածել են բազմաբնակարան շենքերից մեկի բակին։ Հարձակման հետևանքով բազմահարկ շենքում կոտրվել է ավելի քան 50 պատուհան, վնասվել են կայանված ավտոմեքենաները։ Դե օր չի անցնում ռուսները չփորձեն վնասել։
Մեր Telegram-ում տեղադրել ենք նաև կադրեր ուկրաինական հարվածների տեսարաններից։ Մշտական ռազմական աշխատանք է տարվում թշնամու կարևոր ռազմական թիրախների խոցման մասով, ինչպես ռազմաճակատում, օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հարվածներ են հասցրել հակառակորդի լոգիստիկ հաբին, կենթանի ուժի կուտակմանը, դրոնների կառավարման կետերին եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին։ Հաղորդագրության համաձայն Զապորոժիեի մարզի ժամանակավոր օկուպացված տարածքում խոցվել է հակառակորդի կենթանի ուժի կուտակումը Պրիմորսկի Պասատ պոլիգոնում։ Բացի այդ, հարավ Սլոբոժանսկի ուղղությամբ ուկրաինացի մարտիկները խոցել են ռուսական 300 մմ-անոց դրամաչափի Տորնադո S համազարգային կրակի ռեակտիվ համակարգը։ Այս համակարգը մշակվել էր որպես Սմերչ համակարգի թեթև եւ ունիվերսալ տարբերակ եւ թույլ է տալիս խոցել թիրախները մինչեւ 120 կիլոմետր հեռավորությամբ։ Ռուսները դա օգտագործում էին օրինակ Խարկովին հարվածներ հասցնելու համար։ Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում Մակեևկայի շրջանում խոցվել է հակառակորդի լոգիստիկ խաբը։ Փետրվարի 4-ին պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Կուրսկի մարզի Կուչերև բնակավայրի շրջանում գտնվող Ախմատ հատուկ գնդի ստորաբաժանման դրոնների կառավարման կետին։ Թիրախի խոցումը հաստատված է, չգիտեմ կադրը կտխրի իր հայրենակիցների կորստի առումով թե ոչ։ Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կիստյոր բնակավայրի շրջանում արձանագրվել է հակառակորդի ռադիոլոկացիոն պայքարի կայանի խոցում։ Նախնական միջոցառումների արդյունքներով հաստատվել է S-400 զենիթ-արտիլերային համալիրի ռադիոլոկացիոն կայանի խոցումը, որը իրականացվել է հարվածային դրոնների միջոցով փետրվարի 4-ին Ռուսաստանի Բելգրադի մարզի Կրասնայե բնակավայրի շրջանում։ Ուկրաինայի գլխավոր շտաբից հավելել են, որ հակառակորդի կորուստներն ու հասցված վնասի չափերը ճշտվում են։ Սա դեռ ամենը չէր, ինչպես տեսնում եք քարտեզից, Ռուսաստանի շատ մարզերում են ուկրաինական դրոնները աշխատել, Ռոստովից մինչև Բրյանսկ, մինչև Վոլգոգրադի եւ Աստրախանի մարզեր։ Բացի այդ, հունվար ամսվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերը մի շարք հաջող հարվածներ են հասցրել Ռուսաստանի Աստրախանի մարզի Կապուստին Յար պոլիգոնի անգարային տիպի շինությունների համալիրին, որտեղ տեղի է ունենում միջին հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նախամեկնարկային պատրաստությունը։ Հարվածներն իրականացվել են ուկրաինական արտադրության հեռահար հարվածային միջոցներով, մասնավորապես FP5 Flamingo դրոնահրթիռներով։ Արկա տեղեկատվության համաձայն պոլիգոնի տարածքում գտնվող շինությունների մի մասը ստացել է տարբեր աստիճանների վնասվածքներ, անգարներից մեկը զգալիորեն ավերվել է, իսկ անձնակազմի մի մասը տարհանվել է տարածքից։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Աստրախանի մարզի Կապուստին Յար պոլիգոնը ակտիվորեն օգտագործվում է այն օրեշնիկի կոչեցյալ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումների համար։ Բացի Արեշնիկից պոլիգոնում փորձարկվում են տարբեր փոքր եւ միջին հեռահարության հրթիռներ, թևավոր հրթիռներ, հոբ համակարգեր եւ S-400 արձակման կայաններ։ Լուրերը շատ են, բայց շատ չերկարացնեմ եթերը։ Այսքանով ավարտեմ մեր աշխատանքային օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք։ Դա շատ կարեւոր է ալիքի համար։ Հուսամ կհանդիպենք արդեն վաղը, գուցե ել ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։